Մոտեցեք ստեղ, չէ, թերթիկները ավելորդ թափեք ընդեղ։ Կատրոնով մոտենում եք քվյատը։ Մոտեցեք կատրոնի հետ։ Կատրոնը մի վարկյան բանվում Նախ հանուն խաղության, հանուն ինքնիշխան Հայաստան, հանուն զարգացող Հայաստան։ Ներկանգնեցիք խաղաղությանը բանալը։ Բնականաբար եւ այո, եւ շատ ընդգծված կերպով։ Շատ լավ, ընդհանուր առմամբ նաև քաղաքացիներից ակնկալիքները որոնք են այսօր թե մասնակցության, թե նաև ընդհանուր Հայաստանի ապագան որոշելու առումով։ Անկեղծ ասած, ես վստահ եմ, որ շատ բարձր մասնակցություն կլինի եւ դա իմ տպավորությունն է նաեւ քարոզորշավի ընթացքում ստացած։ Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով, մարդիկ շատ հետաքրքրված են եւ գիտակցում որ իրենց ձայնը պետք է ասեն, իրենց յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է մեր երկրի ապագան։ Ես այս ընկալումը շատ տեսել եմ մեր հանրության հետ քաղաքացիների շրջանում, դրա համար կարծեմ որ շատ մեծ մասնակցություն կլինի բարձր եւ նաեւ
կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ իսկապես բոլոր դեպքերը, բոլոր մարտահրավերները շատ լավ գիտակցում է եւ նաեւ դրա համար վստահ եմ նաեւ թե ինչպիսի ընտրություն կանի, բայց երևս տեղամասի մոտ չարժի չեմ կարող օրենսդրություն սահմանափակում ավելի մանրամասն ասել։ Բան արդյոք այս ընտրությունների արդյունքները կարող են երկրային դեմոկրատիական պայմանների Բեկումնային այն առումով, որ ես կարծում եմ, որ այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ քաղաքությանը եւ այս առումով եւս մի անգամ Հայաստանի ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց կտա, որ նվիրված է 51 քաղաքացիության օրակարգ, նվիրված է քաղաքությանը, բայց նաեւ մյուս շերտը խաղաղությունն է, խաղաղություն վերում է նաեւ ավելի ամուր իշխանություն, խաղաղությունը վերում է նաեւ տնտեսական զարգացման հնարավորություններ, մենք այս մասին շատ խոսել ենք նաեւ քարոզարշավի ընթացքում, նաեւ դրանից առաջ, հետեւաբար սա լայն ընդունում ունի մարդկանց շրջանում եւ իրենք այդպես քվեարկել են այս առումով այո բեկումնային կլինի բայց նաեւ նախկինում լարից եղել է ժողովուրդը վերահաստատել է քանից ցույց տվել է իր վիճակի սուրակարգը սա ուղղակի եւս մեկ հնարավորություն է տալիս ավելի ընդգծված ամուր երկով վերահաստատել Տեսեք, հաշվի առնելով, որ ուժերի ընտրությունների մասնակցող ուժերի մի մասը այնուամենայնիվ կոչ էր անում ուղիղ կամ մի քիչ ավելի միջնորդավորված դադարեցնել եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման այն քաղաքականությունը, որ մենք ենք վարում, այս առումով քաղաքացիների աջակցություն նաև ժողովրդավարությանը, նաև եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման, այո, նույնպես, այս կոնկրետ նույնպես իրականություն նշանակություն ունենա։ Պարոն նախարար, տեսեք, որ մենք ասում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականություն, մենք նաև հանդես ենք գալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղին, մյուս ուժերը շատ ավելի ընդգծված կոնկրետ ասենք Ռուսաստանի Դաշնության հետ ավելի խորը հարաբերությունների ուղղին, մենք համոզվում ենք խորը բավականաչափ խորն են այդ հարաբերությունները եւ ընդհանուր առմամբ շատ ավելի հավասարակշռման կարգ։ Իսկ օտարերկրյա պետությունների կողմից մեր այս ընտրությունների վրա հնարավոր ներգործությունը ինչպես է գնահատում պարոն նախարար եւ մասնավորապես օրինակ հենց Ռուսաստանի մասից Ռուսաստանի կողմից նաեւ հենց այդ Կիրիենկոյի գրասենյակի կողմից հայտարարությունները նաեւ այդ հնարավոր ներգործության փորձերը մեր այս ընտրությունների վրա սա նորմալ է արդյոք հայտարարությունները, տեսանք, չգիտեմ, իրենց անվտանգության խորհրդից տարբեր պաշտոնյաների պատգամավորներ, մեդիա եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ պարբերաբար անընդհատ արտահայտում են շատ ընդգծված կերպով եւ Հայաստանի իշխանություններին քննադատող երբեմն բավական սուր խոսքերով տեսանք նաև որոշակի որդման փորձեր, տեսանք տնտեսական սանկցիաներ, չգիտեմ, ծառայությունների, մտքերի, բանջարեղենների, ջերմուկի արգել, որը որ ասենք ուզես թե չուզես որոշակիորեն մտքիդ մեջ կապում ես ընտրությունների հետ, որովհետեւ խնդիրները, որ բարձրացնում են, նաև նախորդ շրջաններում են եղել այս ամեն չափով Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն եւ մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո հատկապես ռուսաստանցի գործընկերների առողջ կառուցողական մթնոլորտում կարող ենք այդ հարաբերություններում եւ առողջացնել եւ քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկու հարաբերություններում լինում են ժամանակակցում եւ նաեւ գտնել լուծումներ, որը ձեռնտու կլինի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Մի բան այսպես բազային որպես բան ասեմ, գիծ կամ չգիտեմ հիմք է խոսակցության համար, ռուսաստանցի մեր գործընկերները պետք է ինչպես մենք իրենց, այնպես էլ իրենք մեր իշխանությանը եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ նաեւ հարգանքով վերաբերվում եւ ավելի կառուցողական մոտեցում։ Քիչ առաջ վարչապետը հարցից պատասխանեց, նշեց, որ Հայաստան-Ռուսաստանի հարաբերություններում նկատող այս լարվածությունը արհեստական է։ Դուք արդյոք համակարծիք եք դրա հետ։ Չէ՞ որ մենք գործնական գետնի վրա տեսնում ենք, որ դրանք զուտ միայն հայտարարություններ չեն, այլ կոնկրետ գործողություններ։ Այո, միանշանակ արհեստական են, որովհետեւ հիմք դրանց համար չկա, այս առումով իհարկե արհեստական են եւ այդ լարվածությունը կոնկրետ մի կողմից կամ մի կողմի որոշ ինստիտուտների կողմից ավելի ուրեմն
ավելացվում է կամ համենայն դեպս այդպիսի դրսևորումներ տեսանք, բայց իրական հիմք այս ամեն ինչի մեջ չկա, այդ առումով այո արհեստական։ Իսկ ինչ կոնկրետ քայլերով եք ուզում հնարավորությունների բացարձակության մասնակցություն կազմել կոալիցիա կազմելու մտադրություն կլինի եւ բոլորը կլինեն հակասական պայմանագրերի կարմիր գծերը Ներողություն եւ որպես լրացում ներողություն եմ խնդրում պարոն Միրզյան եւ որպես լրացում երկրորդ փուլի հնարավորություն արդյոք տեսնում Ողջ հարգանքով հանդերձ տեսական քննարկումներին հարցադրմանը այնուամենայնիվ ես ավելի քան վստահ եմ որ մենք հավաքենք անհրաժեշտ մեծամասնությունը առանց կոալիցիա ուղիղ եւ միայն քաղաքացիական պայմանագրի ուժերով կառավարություն ձևավորելու եւ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու Ավելի կոնկրետ կասեք ինչ եք նախատեսում հայ-ռուսական հարաբերությունների ներկա լարվածությունը թոթափելու համար Ասեցի արդեն մենք ավելի հանգիստ կառուցողական առողջ մթնոլորտում մեր գործընկերների հետ քննարկենք խնդիրները լուծումներ գտնենք չեմ կարծում այսօր եւ այս պահը եւ այս վայրը պատեհ է շատ ավելի մանրամասն է թեմային անդրադառնալ։ Պարոն նախարար, որպես թիմի անդամ նաև քաղաքական, ուզում եմ հարցնել, օրինակ ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեք տեսնում արդյոք։ Սա հարցում եմ այն իմաստով, որովհետև համացանցն ու լրատվամիջոցները ողողված են տեսանյութով, թե օրինակ Կուրսկից, Տաբոլսկից կամ չգիտեմ Ռուսաստանի տարբեր երկրամասերից, քաղաքներից ու չգիտեմ որ աուլներից մարդիկ գալիս են հենց կոնկրետ միայն քվեարկության համար ու նաև հայտարարում են, որ Տոմսոն գրպաններում դրած է քվեարկելու ու գնան, որ բարդություններին այստեղ չլինեն հանկարծ երեխաների հետ։ Սա նորմալ է համար, որ կարող են գալ նաև օրինակ այդ երկխաղաքացիության մասով, չգիտեմ, ինչ որ ձևով սահմանափակելու քվեարկության հետ կապված նրանց իրավունքը։ Այս առումով չպետք է վերանայվի նաև ընտրական օրենսգիրքը, որպեսզի չգան քվեարկեն, հետո մեզ թողեն ինչ որ իրենց կատարած ընտրության հետևանքների առջև։ Նայեք, օրենսդրությունները մշտապես բարելավման կարիք ունեն, դա մշտական գործընթաց է, այդպես չկա որ որևէ ոլորտի որևէ օրենք ընդունվի եւ դրանով առհավետ կարգավորվի այդ ոլորտը։ Հիմա ձեր այնպես որ ընտրական օրենսդրությունները վստահ են բարելավման կարիք ունենա եւ այս ընտրությունները նոր ուրեմն ուղղություններ ցույց կտան թե որտեղ եւ ինչ կերպ է պետք բարելավել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա մաքուր իրավական առումով Թերևս նորմալ է, այդ մարդը, որ այդ հայտարարությունը անում է, որ ես գալիս եմ մի քանի ժամով, քվեարկեմ եւ այստեղ հետաքրություն չունեի այդ մարդը եւ վստահավոր ինչ-որ խառնվելու է իրավիճակ եւ ուզում է մի քանի ժամով գա, քվեարկի եւ իր ընտանիքի հետ գնա, սա քաղաքական առումով միանշանակ նորմալ չի, սա անպատասխանատվության, չգիտեմ, մեր բոլորի վրա թքած ունենալու շատ ուղիղ դրսևորում է, ես չեմ կարող այդ մարդուն հասկանալ առհասարակ, բայց կրկնում եմ իրավական առումով նա իրավունք ունի այդ գործողություն անի, գա այսօր քվեարկի գնա։ Հիմա այստեղից հետևություն։ Այո, ես կարծում եմ, սա չի քննարկվել դեռևս քաղաքական թիմում, քաղաքացիական պայմանագրի կուսակցություն կամ այլ ձևաչափով, կամ առնվազն ես այդպիսի քննարկումներից տեղյակ չեմ։ Բայց իմ մասնավոր կարծիքը, որը ձևավորվեց եւ շատ ամրապնդվեց այսօր ընթացքում, նաեւ ձեր նշած հարցազրույցից է այն է, որ կարծում եմ, որ քաղաքացիությունից բացի վերջին չգիտեմ 1, 2, 3 քննարկել է տարիների ընթացքում մշտական բնակչության, այսինքն ռեզիդենտության ցենզել արժի մտցնել, ասենք օրինակ, այն մարդիկ, ովքեր որ վերջին 3 տարում շատ պայմանական բնակվել են ասում 6 ամիս քաղաքացի են բնականաբար եւ վերջին 3 տարում 6 ամիս բնակվել են Հայաստանում մշտապես։ Ինչ որ այսպիսի մի մեխանիզմ պետք է, որովհետեւ տեսնենք, որ այո, մեր քաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են 9 տարի ապրել որևէ օտար երկրում եւ հետո մի քանի ժամով գալ եւ որոշել մեր բոլորի ապագան եւ հետո էլի գնալ եւ այս պատասխանատվությունը չկա։ Հանրապետության հետընտրական հարաբերությունների օրենսը տեսնում եք եթե արդյունքների հետ համաձայնություն եւ ինչ է անել թե նման ծավալներ։ Հարգելի գործընկերներ, ուրեմն որոշիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հստակ եւ աներկբա կերպով քվեարկության միջոցով իրենց դիրքորոշումը հայտնում են եւ ձևավորում են կառավարությունը, այն պակաս ձայներ ստացած ուժերի կողմից եւ ընտրությունների ընթացքով համապատասխանում բոլոր միջազգային չափանիշների ժողովրդավար ազատ կամ արտահայտման հնարավորություն կա արդյունքներ չեն կեղծել իսկ Հայաստանում վաղուց ընտրությունները այդպիսին են ամենա 2018 թվականից մենք ունենք բոլոր միջազգային կազմի հեղինակավոր
Հիմա այսպիսի պայմաններում, երբ որ ձևավորվում է, քվեարկություն կայանում է, ձևավորվում է իշխանություն, եւ ինչ որ ուժ փորձում է խժբժություններ հրահրել, դա այսինքն ստացվում է, որ դա սահմանադրական կարգի տապալում է ըստ էության։ Սա իրավական առումով եւ իրավաբաններ ավելի լավ գնահատական կտան, բայց քաղաքական առումով սա միանշանակ ստացվում է էլի ժողովրդի կարծիքի վրա դիքել, ժողովրդի, այսինքն ինչ է, ժողովրդի X 50+ ենթադրենք տոկոսը կամ չգիտեմ որևէ բանով արդյունքով ձևավորվում են քվեարկության արդյունքները եւ քվեարկության process-ը չի վիճարկվում եւ ինչ որ մի ուժ գա ասի ես համաձայն չեմ, այդպես չի աշխատում։ Դա ժողովրդավարություն չի, ժողովրդավարությունը քվեարկությունն է։ Հետեւաբար, երբ որ դա արդեն ժողովրդավարություն չի, դա քաղաքական process չի եւ այլ բան անգամ, դա հետեւաբար այստեղ արդեն գործ ունենք հավանաբար իրավական իրավապահ մարմինների գործառույթների հետ, բայց ես չեմ ուզում մի փոքր անգամ բանա ազգույշ լինել ձևակերպումների մեջ, որ հանկարծ որպես բան չլինի, բայց դասագրքային աքսիոմատիկ ճշմարտություն է քվեարկության, եթե քվեարկությունը արդար ազնիվ արտափանցիկ ազատ է եւ ոչ մի օրինախախտում չի եղել, քվեարկության արդյունքները չընդունելը դա մարտահրավեր է սահմանադրական կարգի եւ մենք սա իհարկե չենք ընդունում։ Նրանք ովքեր մտածում են Պերևառոտի մասին, հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել։ Ասվել է 1000 անգամ ու էլի կասվի։ Պետության համը բերաններում է մնալու։ Իրանք էլ տարիներով, որ կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանի Հանրապետությանը, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին, տարիներով կփտեն բանտերում։ Ուրեմն սա իսկապես եւ մենք մեր խոսակցությունը սկսեցինք նայել թե ինչի համար քվեարկեցինք։ Սա իսկապես ինքնիշխանության եւ մեր պետականության ձևը, կերպը եւ ապական եւ ընդհանրապես լինելիությունը որոշելու քվեարկությունն է։ Նրանք, ովքեր մարտահրավեր կնետեն մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ժողովրդավարությանը, գլուխները պատին կտան, իսկ դրանից լավ ձևակերպում չեմ կարող գտնել։ Պետության համը բերանները կմնա։ Եվ Լուկաշենկոյին արձագանքն է, պարոն նախարար, մասնավորապես հայտարարում էր, թե Հայաստանը գնում է ուկրաինացման եւ դրա հետևանքները եւս շատ ծանր են լինելու Հայաստանի համար, հավանաբար նկատի ունենալով հենց Եվրոպական միության հետ կամ առանձնական բազմից սա հայտարարել, բայց հատկապես նաեւ այս նախընտրական փուլում էին տեսնում, որ նրանց կողմից, Ռուսաստանի կողմից էլ, Բելարուսի կողմից էլ հայտարարությունները կոշտ էին։ Ասում է ուկրաինացման եք գնում։ Դե ափսոսանքով նկատում ենք, որ այդ մարդ առաջի անգամ չի, որ հայաստանյան հայտարարությունները անում, ընդհանրապես կարող եմ համեստաբար ինքը նախագահ այս արտաքին գործերի նախարար, այսպես համեստաբար խորհուրդ տամ ավելի շատ իր պետության մասին եւ իր պետության ինքնիշխանության եւ ընտրած ճանապարհի մասին մտածել։